Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը, ինչպես պարզվում է, որոշում է վճռական քայլ անել։ Նա ընդունվում է աշխատանքի ոչ ուրիշի, այլ հենց Արշակի տանը, առանց որևէ մեկին ճանաչելու, առանց բացահայտման վախի։ Նրա առաքելությունը միայն ծառայողական չէ, նա խնամում է ոչ միայն Արշակի քրոջը Մագդային, այլև իր իսկ հարազատ քրոջը Արևիկին։ Այս քայլին նա գնում է վրեժխնդրության զգացմունքով լցված, նպատակ ունենալով հաղթահարել այն ցավը, որը տարիներ առաջ պատճառվել է իրեն ու իր ընտանիքին։ Վրեժի այս պլանն ունի հուզական խորք, ձևավորվելով մանկության տարիների տրավմայի հիմքի վրա, երբ Էլիզի մայրը լքեց իրենց Արշակի պատճառով, այդ հին վերքը դեռ չի սպիացել։ Նրա մտերիմ ընկերուհին Հասմիկը, տեսնելով Էլիզի որոշման վտանգավոր բնույթը, փորձում է նրան հետ պահել, զգուշացնելով, որ այս քայլը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ։ Նա հորդորում է, աղաչում Էլիզին, որպեսզի նա ուշքի գա, բայց վերջինս մնում է անդրդվելի։ Էլիզը չի լսում որևէ մեկի խոսքը, գործում է իր մտածածի համաձայն, լի վստահությամբ, որ սա միակ ճանապարհն է վերականգնելու արդարությունը։ Տանը նրան ոչ ոք չի ճանաչում, եւ նա հեշտությամբ մտնում է այդ նոր աշխարհը, որպես օտար անձ, որը իրականում կապված է ամեն ինչի հետ, արյունով, ուշերով եւ ցավով։ Քիչ անց Նորոն հանդիպում է Հասմիկին։ Զրույցն առանցքային է դառնում պատմության հենց այս հատվածում։ Նա պահանջում է իմանալ ճշմարտությունը, փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Էլիզի կյանքում։ Նորոն ուզում է պարզել, թե ինչու է Էլիզը նախորդ օրը մնացել իրենց տանը եւ ինչ է նա թաքցնում բոլորից, սակայն Հասմիկը մնում է լուռ։ Նա ասում է, որ անհանգստանալու կարիք չկա, Նորոյի մտահոգությունները անհիմն են, բայց Նորոն չի բավարարվում այդ պատասխանով, նրա մտքում արդեն հստակ մի բան է հասունացել։ Եթե Էլիզի որոշումներն ու քայլերը տանեն անդառնալի հետևանքների, ապա պատասխանատուներից մեկը լինելու է նաև հենց Հասմիկը։ Սակայն այս խստաշունչ զգուշացմանը Հասմիկը շարունակում է պատասխանել նույն լռությամբ, չբացահայտելով ոչինչ։ Էլիզը մինչդեռ սկսում է ընտելանալ իր նոր աշխատանքային միջավայրին։ Ժամանակը եւ միջավայրը սկսում են ազդել նրա ներաշխարհի վրա։ Նա նկատում է իր մոր լուսանկարը Արշակի տանը, եւ այդ տեսարանը ուղղակի ցնցում է նրան, նա շատ է հուզվում։ Այդ հուզմունքն այնքան խորն է, որ անակնկալ մի պահի նա ակամայից գրկում է Արևիկին ու լացում։ Էլիզը ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր ներսում, չէ՞ որ նա եկել էր այս տուն հստակ նպատակով՝ վրեժ լուծելու իր անցյալի համար, եւ իր մոր բացակայության համար նա մեղադրում է նաեւ ոչ միայն Արշակին, այլև իր քրոջը Արևիկին։ Բայց հիմա թվում է իրականությունը կոտրում է իր սկզբնական ծրագիրը, սկսում է հաղթել այն, ինչից չէր կարող երբեք փախչել՝ արյան կանչը։ Նա սկսում է զգալ սեր դեպի քույրը Արևիկը, եւ ինչքան էլ պայքարի այդ զգացողության դեմ, այն ավելի ու ավելի խորն է թափանցում նրա մեջ։ Սակայն ամենաանսպասելի շրջադարձը դեռ առջևում է։ Պարզվում է Մագդան եւ Նորոն արդեն ծանոթ են իրար։ Նորոն վերադարձնում է Մագդայի դրամապանակը, որը նա պատահաբար մոռացել էր մեքենայի մեջ։ Այս փոքրիկ դրվագը դառնում է կապի մեկնարկ։ Մագդան առաջարկում է այդ հանդիպումը նշել մի սուրճի շուրջ, խոսքից